Արգելի հետևորդներ, աստղային գծերում ենք, որ համայնքի մեկ հաստան հյուղում և կարողաշարի շրջանակում շփվել ենք գյուղացիների հետ, լսելու նրանց ներկայացնելու մեր մոտեցումները և ծրագրերը ասմրակի ստիպետ ներկայական դիծ միջոցառում են սկացած ստիպետ հաշվյանը և ակտուցան դեմ ժողովրդի միասնական պայքար կողմնորոշ։ Վրաստան գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկն է համար 4, և մենք մեր ամբողջ թիմով ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք մեր ծրագրերին, մեր ծրագրերը շատ են, և մի քանիսը կուզեի նշել այդ ծրագրերից, որը որ հիմնականում գյուղական համայնքներին, այսպես ասած, անհանգստացնող հարցեր են, ջերմատների հարցը, որը որ մենք դեմ չենք օրինականացմանը, բայց մենք գյուղացու կողքին ենք լինելու, որպեսզի ամենամինիմալ պայմաններով գյուղացին կարողանա օրինականացնել ջերմատները և մեր ծրագրերից է նաև, որ մանկապարտեզները լինելու են անվճար, մեր թիմը փորձի և երիտասարդության համադրությունն է, մեր թիմում ունենք մարդիկ, ովքեր որ երկար տարիների փորձ ունեն համայնքի ղեկավարման, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք ծրագրերին, որպեսզի մեր ծրագրերը մենք բոլորով միասին կատարածենք։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։
Արգելի մրգաստանցիներ, Այր Հայաստանը ողջունում է ձեզ, մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել ընտրությանը և ձեր քվեի ուժով սկիզբ դնել դրական փոփոխությունների։ Այս ընտրությունները քաղաքական, համայնքային և նաև արժեհամակարգային նշանակություն ունեն։ Այսօր գիտեք, Նիկոլ Փաշինյանը հերթական պիղծ ցարումն է անցկացրել Փաշազադեի հրահանգով։ Իրենք ուզում են ցույց տալ, թե իբր պայքարը Կաթողիկոսի և Փաշինյանի միջև է, դա այդպես չի։ Պայքարը Ադրբեջանի այսպես կոչված հոգևոր առաջնորդ Փաշազադեի և հայ առաքելական եկեղեցու միջև է։ Պայքարը Ադրբեջանի և Հայաստանի միջև է։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ադրբեջանական գործիք է, որի միջոցով ուզում են հայերին դավանափոխ անել, ուզում են պառակտել մեզ, ինչպես որ պառակտեցին քարոզելով հայաստանցի Ղարաբաղցի, նախկիններ ներկաներ, սևեր սպիտակներ, հիմա էլ պառակտում են հայերին, նրանց միջև ովքեր հայ առաքելական եկեղեցու կողմ են և դրա դեմ են, և այդ ամեն ինչ ուզում են մատուցել իբր բարեփոխում են ուզում անել, դա այդպես չի, այսինքն այս ընտրությունը շատ կարևոր է նրանով, որ մենք մերժենք Փաշազադեի հրահանգով աշխատող Նիկոլ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է համայնքին, ապա ամբողջ աշխարհում հայտնի է, որ նույնիսկ զարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետությունից դոտացիա է ստանում։ Գյուղատնտեսության ոլորտը միշտ պետական հոգացության ներքո պետք է լինի։ Այստեղ հակառակն է անում։ Գյուղացուն չեն օգնում, փոխարեն մտնում են նաև գրպանը, ջերմոցների համար կամայական գումարներ են սահմանում, ինչին մենք դեմ ենք և քիչ առաջ Գրիշա Հարությունյանը նշեց այդ մասին։ Մայր Հայաստանը ձեզ է ներկայանում փորձառու թիմով։ Գրիշա Հարությունյանը դողս համայնքն է ղեկավարել և երբ որ մենք թվերը նայում ենք 2016 թվականին, երբ որ նա ընտրվել է, համայնքում բյուջեն ընդունել է մի քանի հազար դրամով և երբ որ կամովին հրաժարվել է համայնքի ղեկավարումից, չուզենալով շարունակել աշխատանքը այս ԿՊ կոչված խունտայի հետ, մի քանի միլիոնի բյուջե է թողել և այս առումով մենք կարող ենք ասել, որ մարդը կառավարման փորձ ունի։ Դուք ճանաչում եք նաև Դավիթ Կարապետյանին, ով Ծաղկունք համայնքի ղեկավարն է եղել 21 տարի և նույնպես մեծ փորձառություն ունեցող մարդ է և անցած ճանապարհ ունի։ Դրա համար էլ մենք պարզ երեսով եկել ենք ձեր գյուղ և ակնկալում ենք ձեր քվեները։ Այս առումով բոլորս միասին պետք է լինենք և կարողանանք փոփոխություն բերել, որպեսզի և Փաշազադեի ուզածը տեղի չունենա և պաշտպանենք մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին և նաև համայնքային կյանքը փոխենք ու դրանից հետո արդեն ամբողջ հանրապետությունով մեկ փոփոխություններ բերենք, որովհետև մերժելով թրքահաճո և ադրբեջանահաճո այս իշխանությանը մենք նաև լավ հիմքեր կդնենք, որպեսզի ամբողջ հանրապետությունում փոփոխություններ տեղի ունենան։ Մենք ակնկալում ենք ձեր բարձր ակտիվ մասնակցությունը ու ասեմ ձեզ, որ եթե ընտրությունների մասնակցողներին նայեք, ապա կտեսնեք, որ իշխանությունները փորձում են կեղծ բանավեճ օրակարգ բերել նախկինների, ներկաների, Մայր Հայաստանը մերժում է այդ կեղծ բանաձևը, մերժում է այդ կեղծ քարոզը և երբ որ ժողովուրդը ասում ենք նոր ուժ ենք ուզում, նախկինից ու ներկայից դուրս, այլընտրանք ենք ուզում, երրորդ ուժ ենք ուզում, Մայր Հայաստանը հենց այդ երրորդ ուժն է, այլընտրանքն է, հենց այդ նոր ուժն է և ձայնը տալով Մայր Հայաստանին դուք նաև իշխանության, այսպես ասած, մատ կանեք, ստիպելով նրան դուրս մնալ նախկինի ու ներկայի բանավեճի կեղծ օրակարգից։ Մայր Հայաստանը ինքնուրույն ուժ է, Մայր Հայաստանը նոր ուժ է, թարմ ուժ է, մենք ստեղծման օրվանից բոլոր խոշոր տեղերում, որտեղ որ ավագանու ընտրություններ են եղել, Երևան, Գյումրի մասնակցել ենք և ներկայացված ենք, հիմա վաղաշաբաթի ընտրություններին ենք մասնակցում ու վստահաբար պնդում ենք, որ ձեր աջակցությունը ստանալու պես մենք կյանք ենք կոչելու այն ծրագրերը, որը որ ձեզ ներկայացնում ենք։ Մենք
թիվ 4 քվյատ երթիքն ենք, ովքեր որ կփոխցեն բամբասանքներ տարածել, դատարկախոսությամբ զբաղվել, հանգիստ կարող եք ասել, որ Մայր Հայաստանը այն այլընտրանքային ուժն է, որը դուրս է նախկինի ու ներկայի բանավեճից։ Այնպես որ Մայր Հայաստան թիվ 4 միացիր, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Դե հիմա շարժվենք Ժողովուրդ ջան, մեզ այսպես գյուղով անցնենք, մարդկանց հետ շփվենք, ներկայացնենք մեր ծրագրերը։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն, որ եկել եք մեզ հետ հանդիպման, շատ շնորհակալ ենք։ Ծանոթացեք մեր ծրագրերին։ Սուրբին էջ միազին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեն ատելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Սև ու հազին տող ու հավար Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրգին էջ միացի իմ Մայր Հայաստան Ելի որդի, ելի էտ քո խոսքը ասա Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարի, լույսը հորդի, կեզ պահպանի աստողորդին, սերին վաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ Մայր Հայաստան, սերին վաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ Մայր Հայաստան, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրպսինե Լուկաչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ Մայր Հայաստան Վաղաշապատ Ոստանն ես դու մեր դպրության Դապցիլ կոչնավ նոր պայքարի ողջայության Հոցորավոր աչակ մասին Վաճը երկրի պազին Սերին վաղաշապատ սուրգին Էջ միասին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեն ատելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր ու հազին տող ու հավար Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրգին Էջ միացին իմ Մայր Հայաստան Ստին ու անհավատին Մայր տաճարի լույսը հորդի Կեզ պահպանի աստողորդին Սերին վաղաշապատ սուրբին Էջ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ
շապատ սուրբի էջ միացին իմ մայր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Մկրտչյան, Գրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայրը Վրկաստանի սիրելի ժողովուրդ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Վրկաստան համայնքի արգելի ժողովուրդ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք մեր ծրագրերին և միացեք, որ փոխենք։ Միացի! Միացի! Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան կուսակցություն Երեխեք ո՞նց եք։ Դավիթ Կարապետյան, Հրսինե Մկրտչյան, Գրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Գրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերուն վարաշապատ Սուրբիմ էջ միացին իմ մայր Հայաստան շապատ ոստանեցին դեպրության դարձի կոչնան նոր պայքարի կոչայության Ոզորավոր աչակ վազին Աշը երկրի պազին Սերիմ վաղաշապատ Սուրբիմ էջ միացին իմ մայր Հայաստան Կանցնեն օրեր ապերության տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր ուրազնի կոքու հավոր Վարաշապատ Սերիմ վաղաշապատ Սուրբիմ էջ միացին իմ մայր Հայաստան Վապին, սպին ու անհավատին, մայր տաճարին, նույս հորդին, կեզ բապա
Մայր Հայաստան Դավիթ Կարապետյան Գեղեցիկ տեսարանի ականատես կլինենք, մեր շրջայցի ընթացքում հրավիրեցին գյուղից, ասեցին շատ հետաքրքիր բան ենք ձեզ ցույց տալու, հիմա միասին գնանք տեսնենք ինչ են ցույց տալու։ Շնորհակալություն։ Ապրեք, ապրեք։ Հացա, դա։ Ախեն գարտոյի։ Արի։ Մերկաստանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, Մայր Հայաստան, համար 4, սիրելի վաղաշապատցիներ, մենք այս ընտրարշավի շրջանակներում այս սիրելի վաղաշապատին ու էջմիածնին երգ ենք նվիրել, կարծում շատերը լսել եք. Հիմա եւս մեկ անգամ մենք արդեն այսպես կենթանի կատարմամբ կուղեկցենք այդ երաժշտությունը եւ կնվիրենք մեր սիրելի վաղաշապատին։ Մայր Հայաստան կուսակցություն
Քրեաթերթի կամարչոս միացիր, որ փոխեիք։ Սերին վաղաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Վաղաշապատ ոստան ես դում էր դպրության Տապսի կոչնակ նոր պայքարի ողջայության Ոցորավար, կոչապասի Խաչը երկրին պասին Սերին վաղաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեն ատելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սեր կորասի, տոքու հավոր Վաղաշապատ Սերիմ Վաղաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Ելի է քո խոսքը ասաց Չարին վատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորնին Քեզ պահպանի աստորորդին Սերիմ Վաղաշապատ սուրին, էջ միացին իմ Այր Հայաստան Վաղաշապատ սուրին, էջ միացին իմ Այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրուպսինե Դուկաչյան, Քրեաթերթի կամարչոս միացիր, որ փոխեիք։ Վրկաստանի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քվեաթերթի համար 4։ Մենք ձեզ ուզում ենք տեղեկացնել, որ այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու։ Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի հրահանգով հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նա կեղծ թեզ է առաջ քաշել, թե իբր պայքարը իր ու կաթողիկոսի միջև է։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակվել է Ադրբեջանը, որպեսզի պառակտի հայ ժողովրդին, որպեսզի մեզ զրկի ինքնությունից եւ որպեսզի տիրի Հայաստանի Հանրապետությանը։ Ձեր ակտիվ մասնակցությամբ մենք կարող ենք կանխել այս ադրբեջանահաճո ծրագիրը եւ մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեն տալ համար 4-ին, Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, համար 4։ Հարգելի մրգաստանցիներ, իշխանությունը կեղծ թեզ է առաջ տանում, թե իբր պայքարը նախկինների ու ներկաների միջև է։ Հայտարարում ենք ձեզ, որ Մայր Հայաստանը ինքնուրույն նոր ուժ է, որը դուրս է նախկինի ու ներկայի կեղծ բանավեճից։ Սա այն այլընտրանքային ուժն է, որի մասին մեր հասարակությունը խոսում է եւ որը ներկայացվում է իդեպս Մայր Հայաստանի։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստանը պատրաստ է ընդդիմադիր դաշտում միավորողի դեր կատարել եւ կոնսոլիդացնել բոլոր ուժերին։ Մենք պատրաստ ենք նաեւ ներգրավել
բոլոր ուժերում արկա կարող ուժերին, մասնագետներին, որպեսզի համայնքային կառավարումը պրոֆեսիոնալ մակարդակի վրա լինի։ Մեր տեխնացուները, որոնք ներկայացված են ավականու անդամների ցուցակներում, ունեն փորձ, ունեն անցած ճանապարհ եւ պարզ ճակատով հանդես են գալիս ձեր առաջ։ Հայր ջան, ողջունում ենք ձեզ։ Մայր Հայաստանը դեմ է այս իշխանությունների պարակտիչ քաղաքականությանը։ Մայր Հայաստանը կողմ է համերաշխությանը, միասնությանը եւ դրական փոփոխություններին։ Դրա համար ասում ենք. միացիր, 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 Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվի համար 4 միացիր, որ փոխենք։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը և կոչ անում մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Ինչքան շատ մասնակցեք, այդքան հնարավորություն կտակ կյանքի կոչելու մեր ծրագրերը և մեր վաղվա ապագա նպատակները։ Բոլորս միասին գնում ենք ընտրատեղամաս և կատարում մեր ընտրությունը։ Մայր Հայաստան համար 4 Ժեխից դուրս կասել, հարգելի հետևորդներ, մենք այս պայն հիշեցնեմ, որ մենք օգտինորը միացել, այս պայն գտնվում ենք Մրգաստանում և ընտրաշարի շրջանակներում հանդիպում ենք մեր Մրգաստանի ժողովրդի հետ, ներկայացնենք մեր ծրագրերը, մեր թիմին և նաև բոլորին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին, որպեսզի մերժենք այս ադրբեջանահաճո իշխանություններին, որոնք 7 տարվա ընթացքում պրակտիկորեն ոչ մի բան չեն արել, բացի գյուղացու գրպանը մտնելուց։ Հիմա էլ ուզում են ավելացնել ջերմատների վճարները ջերմոցների համար, որպեսզի բյուջեն մեծներ։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվի համար 4 միացիր, որ փոխենք։ Այնպես որ ակտիվ եղեք։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Նստենք ձեր, այս ոնց է նարդի բլոտ բան Ժորժան, դե ասեք ինչ կա, ոնց եք, ինչ խնդիրներ կա, ծանոթ եք մեր ծրագրերի, ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել, ձեզանից եք ուզում նաև արտիստներ առաջարկներ լսել։ Ձերել էին հարկի, հատրաերպի, գամպետն արվալտարի գոտիստակը տողարվալտան։ Արշակ, եվոխիկ ինչ անի, մեզ մարդ հա։ Ասվական խարժա, բայց կարևոր է նաև գյուղացիների ռոտացիա պետությունը պատճառություն ստանում է, թե ոչ բան չկա։ Ինձանիք կոչանա։ Հա, ձեզանից է ստանում։ Ջերմոսներ ենք։ Ազերվանի դունն է, դեմեք որ քուչերը գալու են կդրեն, ես դուրներ չեք չեք, ռատե գդրեն, դեմեք որ վերցում են չեք, ռատե գդրեն, Ընտրություններին մասնակցել եք։ Մենք Մայր Հայաստան ենք ներկայացնում ձեզ։ Ես հայրենիքներից կարող եք ծանոթանալ մեր տեխնացուների կենսագրությանը, մեր տեխնացուների մասնակցությունը։ Ինչպես որ
անպայման ակտիվորեն մասնակցի դրությանը, դա շատ կարևոր է։ Ես ամոթացեք ձեզ էլ լավ որ հայրիկ ջան։ Շատ շնորհակալություն։ Գնացին, տեսում ձեզ։ Հաջող Դավիթ ջան, հաջողություն։ Հաջողություն ժողովուրդ ջան։ Ես հասար այդ քանի խմբի կդաջանում։ Մազաչոտ եմ հանձնում ես։ Դե, ուղղակի հա։ Դե հիմա մենք հուսով եմ առաջին խնդրում։ Դեսը պայմանավորվեցին։ Ամսի 16-ից երևա որ խնդից է։ Երա, հաջողություն։ Բա ինչի ասես ավերակների վերած։ Դե ինքը փլատակների վրա պետք է խփի իր նկարը։ Ինքը քփը ուրիշ տեղ չէր կարող կպցնի իր նկարը, փլատակների վրա պետք է։ Այո, Հայաստան։ Դες ողջույն չկա, Սերին բաղար շապատ սուրդին Էչ միացի իմ այ Հայաստան Բաղար շապատ Ոստան մեզ դու մեզ դպրության Տապսիկ կոչնակ նոր պայքարի ողջ հայության Նորեն ապելության տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր կորացի կողավոր Վարաշապատ Սերեն վարաշապատ Էչ միացի իմ այ Հայաստան Միացին իմ այ Հայաստան Սերին բաղաշապատ սուրդին Ինչ միացին իմ այ Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Էպսինե Կրչյան, Կրեատիվ կանալ Ողջույն հայրերի մրգաստանցիներ, սիրելի բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում Մայր Հայաստան կուսակցությունը, մենք բերել ենք ձեզ համար բազմաթիվ ծրագրեր, որպեսզի կյանքի կոչենք այդ ծրագրերը, մեզ պետք են ձեր աջակցությունները, ձեր քվեից է կախված մեր վաղվա սերնդի ապագան, ձեր քվեից է կախված մեր եկեղեցու, մեր կրոնի, մեր հայրենիքի ապագան, հարգելի հայրենակիցներ, բոլորս միասին պետք է կատարենք արդար ընտրություն և թույլ չտանք թրքահաճոյ իշխանություններին, որպեսզի զավթեն մայրաթորը, մեր կրոնը, մեր հայրենիքը, մեր ապագա սերունդների ապագան։
Հարգելիներս, բոլորս միասին պետք է հնարավորություն տակ Մայր Հայաստանին, որպեսզի կյանքի կոչի այն ծրագրերը, որը այսօր բերել են ձեր առաջ։ Եվ կոչ եմ անում բոլորին, միասնական լինել, կատարել ճիշտ ընտրություն, կատարել արդար ընտրություն եւ բոլորս ոտքի կանգնենք, պահպանենք մեր հայ առաքելական եկեղեցին եւ որպեսզի պահպանենք մեր կրոնն ու մեր եկեղեցին, բոլորս միասին հնարավորություն պիտի տանք Մայր Հայաստան կուսակցությունը։ Մայր Հայաստան կուսակցությունը ներկայանում է համար 4 քվեաթերթիկում։ Մայր Հայաստան, Հարգելի մտածանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Գնալ տեղամաս և տնօրինել սեփական համայնքի ճակատագիրը։ Գնալ տեղամաս և վերաբերմունք արտահայտել ՔՊԻ-ի այս 7 տարվա խայտառակ ու ամոթալի կառավարմանը։ Գնալ ընտրատեղամաս և վերաբերմունք արտահայտել Մայրաթողի վրա կատարվող այս ամոթալի գործողությունների նկատմամբ, այս խայտառակ հարձակման վերաբերյալ։ Գնալ տեղամաս և պատասխանատվություն ստանձնել սեփական զավակների ապագայի նկատմամբ։ Գնալ, որպեսզի փոխվի իրականությունը։ Գնալ, որպեսզի ձեր փողոցները դառնան ասֆալտապատ։ Գնալ ընտրատեղամաս, որտեղ փողոցները լուսավորվեն։ Գնալ ընտրատեղամաս, որտեղ ջերմոցային տնտեսությունները անարգի և ոչ ողջամիտ հարկման չի ենթարկվել։ Գնալ տեղամաս, որտեղ կյանքի երանգները փոխվեն։ Անպայման գնացեք տեղամաս, կատարեք ընտրություն, երիտեմս Մայր Հայաստանի դուք ունեք հրաշալի փայլուն այլընտրանք, ճանապարհանցած կենսագրություն ունեցող մարդկանց և երիտասարդության համադրումն է մեր ցուցակը, որը ունի իր քաղաքական թիմակիցների միարժեք և լիակատար աջակցությունը։ Հետևեք Մայր Հայաստանին, հետևեք մեր քարոզարշավին, մեր թեկնածուները թե գյուղերում, թե Վավարշապատում արժանանում են շատ ջերմ ընդունելության, ինչը չես ասի իշխող խմբակի ներկայացուցիչների մասին։ Ուրեմն, Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, միացի։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, անպայման մասնակցեք ընտրություններին, իմացեք, որ ձեր պասիվությունը ուղիղ օգուտ է իշխող սատանիստների խմբին։ Միայն ձեր ներկայությունը, ձեր քաղաքական հապտակը, որը կկատարեք ձեր ձեռքով օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին, թույլ կտա բոլորիս ազատվել ՔՊԻ-ից այս հրաշք համայնքում և շատ լավ նախադրյալ կլինի հետագա քաղաքական զարգացումների համար համապետական մակարդակով։ Ճիշտ ասած, ձեր գյուղով պտտվում եմ ու տպավորություն չկա, որ գյուղը մի երկրի մայրաքաղաքին այնքան մոտ է, որի ղեկավարությունը վերջին 7 տարիների ընթացքում ամեն տարի 1 միլիարդով պետական փառքը բարձրացրել է։ Այդ որ ասֆալտ, մանկապարտեզներ, եկեք Հայաստանով քայլեք։ Նիկոլ Փաշինյանի հեծանվով վստահեցնում դեպքի շրջանների հարկի ոգի։ Դրա համար ժողովուրդ ջան, պարտադիր մասնակցեք ընտրություններին, թույլ մի տվեք ձեզ մանիպուլացնեն, ազգային արժեքները հենց հիմա հարձակման են ենթարկված, մի հավատացեք, որ պայքարը այս կրմային խնդրի պատճառով կաթողիկոսի դեմ է, պայքարը իրենց մեր գլխավոր ազգային հենասյունի դեմ է։ Առաքելական եկեղեցին դա հայ ազգային եկեղեցին է, որը պատկանում է համայն հայությանը, ամբողջ աշխարհով, որովե կառավարություն իրավունք չունի, որովե գործունեություն դուտալ մեր եկեղեցու դեմ։ Եվ ամսի 16-ին դուք եք հնարավորություն ձեր կարծիքը հայտնելու, ծնվածարանների բանտերում հետո վերաբերյալ եւ այս ամեն ազգ
Համար 4 Մայր Հայաստան Մրգաստան համայնքի սիրելի ժողովուրդ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Կոչ ենք անում մասնակցել ամսի 16-ին ընտրություններին։ Մենք նույնաթերթիկ համար 4 ենք, անպայման մասնակցեք եւ ձեր արդար կվերնվեք ընտրություններում։ Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Մենք Հայաստանում ենք շարունակում ենք շրջանցել, ճիշտ ասած, գլխավոր պրոյեկտը նա ցույց տվեք այս վիճակը։ Դե սրանք ասֆալտի վրա ինչքան որ փող են կերել, ինչքան որ փողն են կերել, ինչպես որ հետաքրքիր պատկեր են ստացել դրանով, ինչքան որ փող են կերել եւ Մայր Հայաստան Համար 4 Սրանք այդքան փողով կերել են այս ասֆալտի վրա, ասած գյուղերում այրում են, որ ասֆալտների գյուղերում ասֆալտ եղան ու գլուխ են։ Մանայք սրանց մոտեցումը նորմալ է, որ վարկը ներդրում են, հարկը բարձրացնում են եւ ասում են, որ մանկապարտեզը դպրոց են տալիս։ Այդպես ամենավերջին մարդը կարողանալ անել, թե պետությունից շուտ թե ծրագիր է գալիս կամ դոտացիա է գալիս, դրա շրջանակներում այդ դոտացիան էլ վարկի հասնում է պլաստիկի ձևավորվում։ Այդ տարածայում ստանում ենք այս տիպի պատկեր, այսինքն գյուղացիներից հարկերը վերցնում են, որ ձևակերպում են, որ մանկապարտեզ են տալիս։ Դրանից համ գյուղացին է ուժում, համ էլ մանկապարտեզում էլ երեխա չեն թողնում, որ դրան հենց մի բան է վճարելու են գալիս։ Այնպես որ այս ամենից պետք է փոխել ժողովուրդ։ Սիրելի Մրգաստան գյուղի բնակիչներ Ողջույն սիրելի մրգաստանցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանը, ինչպես գիտեք, մասնակցում է վաղարշաբաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցող հավաքալու ընտրություններին։ Մայր Հայաստանը ներկայացնում է ձեզ հիանալի թիմ, ամենամաքուր, ամենապարզ եւ ամենաջինջ հետագից քաղաքական անցածուղի ունեցած քաղաքական թիմը, դա Մայր Հայաստանն է։ Մեր թիմը, մեր հավաքալու թիմը, որը պատրաստվում է մրցակցել եւ ստանձնել ձեռքբերում ստանալու պարագայում իշխանությունը վաղարշաբաթ խոշորացված համայնքում, կազմված է 33 հոգուց, երիտասարդներից եւ փորձառու տեղական ինքնակառավարման մարմիններում փորձառություն ունեցող ղեկավարներից, այսինքն փորձի եւ երիտասարդության համախմբումը կտա այն երազելի արդյունքը, որի մասին երազում ենք մենք բոլորս։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4-ն է, մեր ծրագրերում ներառվել են այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսին է ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը, գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքի իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ եւ համայնքապետարանը կիրականացնի գյուղական կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադների եւ կտուրների վերականգնման աշխատանքները։ Մայր Հայաստանը ձեր քվեն ստանալու պարագայում արդարացնելու է ձեր հույսերը, սիրելի Մրգաստան գյուղի բնակիչներ։ Դուք իրականում հասկանալու եք, թե ինչ է ժողովրդավարությունը, դուք իրականում հասկանալու եք ձեզ իշխանության տեր, զգալու եք ձեզ իբրև իշխանության տեր, որովհետև եթե դուք հետևել եք Մայր Հայաստան կուսակցության խմբակցությունների աշխատանքին Երևան քաղաքում եւ Գյումրիում, ապա վստահ եք, որ Մայր Հայաստանը վաղարշաբաթում եւս լինելու է ձեր կողքին եւ եկել է փոփոխությունների ժամանակը։ Նոյեմբերի 16-ին ակտիվորեն մասնակցելով
ընտրություններին դուք ինքդ բերելու եք այդ փոփոխությունը եւ Մայր Հայաստանին ընտրելու պարագայում տերն եք լինելու ձեր երեխաների ապագայի եւ այլևս բողոքելու ժամանակ էլ չեք ունենալու, որովհետեւ մենք ձեզ հետ միասին լծվելու ենք այն գործին, որը բերելու է մեր հայրենիքի կայունացմանը, անվտանգության ամրապնդմանը, կրթության եւ գիտության զարգացմանը։ Այնպես որ, սիրելի մրցաստանցիներ, նոյեմբերի 16-ին տոնականորեն պատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Քվեախցիկում քվեաթերթիկը վերցնելով հիշում եք ներկայացված տեխնացուների անցած ուղին, անցած ճանապարհը։ Հիշում եք, թե ինչպես են նրանք խաղացել ձեր էմոցիաների հետ, գողացել են ձեր զգացմունքները եւ այդ ամենը օգտագործել են, որպեսզի իրենք դառնան միլիարդատերեր, բայց ձեր գյուղում անգամ ասֆալտապատում չլինի։ Ուստի եկել է փոփոխությունների ժամանակը, նոյեմբերի 16-ին ընտրում ենք քվեաթերթիկ համար 4-ը եւ բերում ենք փոփոխություններ։ Մայր Հայաստան քվեաթերթիկ համար 4։ Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան։ Մրցաստանի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Այսօր հերթական պիղծ միջոցառումը անցկացրեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշազադեի հրահանգով նա կեղծ պատարակ կազմակերպեց, նրանով փորձելով հաջողանալ իր տերերին Թուրքիային ու Ադրբեջանին։ Այս ընտրությունների միջոցով դուք կարող եք մերժել այդ քաղաքականությունը եւ դնել դրական փոփոխությունների հիմքերը։ Ինչ վերաբերում է համայնքային հարցերին, ապա սրանք հարձակվել են գյուղացիների վրա, փոխարենը օգնելու խանգարում են, հարկերով ու տուրքերով կեղեքում են։ Ջերմոցների հետ կապված խնդիրները Մայր Հայաստանի ուշադրության կենտրոնում է եւ մենք այն մարդկանց համար, ովքեր որ տնամերձում ջերմոցներ ունեն, ովքեր ջերմոցային տնտեսություններ ունեն, սահմանելու ենք նվազագույն գնել, օրինականացնելու ենք այդ ամբողջ գործընթացը եւ հնարավորություն ենք տալու, որպեսզի գյուղացին բարիք ստեղծի եւ կարողանա զարգացնել մեր երկիրը։ Գյուղատնտեսությունը փոխանակ դոտացիա ստանա, մի բաներ կեղեքվում է այս իշխանությունների կողմից։ Իսկ երբ որ նրանք ասում են, որ մենք այդ ծանր գումարները դնում ենք, որպեսզի կարողանանք ասֆալտապատում իրականացնել, մանկապարտեզներ նորոգել կամ նորերը կառուցել, ապա դա մեծագույն բլեֆ է, որովհետև այդ ամեն ինչը իրենք անում են կենտրոնական իշխանությունից ստացած սուբվենցիոն ծրագրերով կամ դոտացիաներով, իսկ այդ սուբվենցիայի եւ դոտացիայի միջոցներն են այս իշխանությունը հավաքում է Հայաստանի պետական պարտքը ավելացնելով։ Այսօր յուրաքանչյուր երեխա ծնված օրվանից արդեն ավելի քան $4000 պարտքի տակ է մնում։ Սրանք այդ պարտքային միջոցներով են, այսպես ասած, ասֆալտապատում իրականացնում են, հիմա մենք Բրկաստանում ենք, մի հատ ասֆալտ չտեսանք։ Լուսավորներից տակ կամ հող է կամ փոքրիկ քարակույտեր, ավազներ, այնպես որ սիրելի քաղաքացիներ, հարգելի վաղաշապատցիներ, մասնակցեք ընտրությանը եւ մերժեք այս թալանչի անաստված ապիկար իշխանությանը։ Դրա համար էլ ինձ կոչ ենք անում, որ միանալ մեզ, որպեսզի փոխենք։ Երեխեք ջան, բարև ձեզ, հիմա ձեռքով արեք, հեսա ձեզ եք մոտենում։ Մայր Հայաստան համար 4 համար 4 Մայր Հայաստան միացիր որ փոխենք
Հա, դելա։ Եկեք մի հատ փոքր դաս անենք, երեխեք։ Ես ասում եմ Մայր Հայաստան, դուք ասում եք համար 4, համաձայնեք։ Դավայ, սկսեցինք։ Մայր Հայաստան։ Մի հատ բարձր գյուղի կատմացում կերածի ձենով, մի հատ նորից։ Մայր Հայաստան։ Համար 4։ Մայր Հայաստան։ Տենեք։ Երևանից Ապրեք։ ոնց են ասում։ Ոնց անում։ Ոչի դեմն բարձր ձենով նա տունը հաց չեն տվել ես հենց չես ասել թե փախել ես դու կարող ես։ Հա, թե լավ, ապրես, կինանան։ Եվան մտնենք մի հատ նոր արեք, էլի եթե։ Մտնենք եկեղեցի գոհ։ Շատ։ Մրգաշատը գիտեի, բայց Ես տանի Հայաստանի եկեղեցու մոտ է այլա մտնել մոնվարը Ես հապից միջոց համասկոնում Սենց կնկարենք։ Դեպքում ենք Հայաստանում նրանք ովքեր որ միացել ասում Հայաստանում ենք շրջանակներում շրջանակներում հանդիպումներ ենք անցկացնում տեղի ընկերների հետ մի քանի գյուղում եղել ենք արդեն, բայց այստեղ ոչ թե ճանապարհների վիճակը ու այն ինչ որ տեսել ենք, սա ամենը վատ տարբերակն է եկեղեցին հարավ տարածքն մոտով շրջապատի ճանապարհը
Բնականաբար այստեղ հավատքին դեմով, սրանք հատակ քրիստոնեական դավանապատական շարժում են սկսել ու այդ առումով մենք պետք է հայտազգենք այս ամեն ինչից եւ ամեն ինչին եւ վերջնացնցները լրջագույն դերակատարում ունեն այս հարցում Վաղարշապատի ժողովուրդը լուրջ դերակատարում ունի անելու մասնակցելով նոյեմբերի 16-ի ընտրությունները նրանք կարող են մերժել այս անաստվածների հնարավորություն տալ հնարավորին նորիշնություն այլընտրանք է ներկայացնում այդ այլընտրանքը նախին ներկա այդ կեղծ թեզից դուրս է մենք նոր ուժենք և եթե մարդիկ այլընտրանք ենք տնկում ապա դեմս Մայր Հայաստանի ունեն այդ այլընտրանքը այսպես որ մենք պատրաստ ենք կոնսոլիդացնողի ներանի ֆունկցիա կատարել են դիմադիր դաշտում, պատրաստ ենք ներգրավել բոլոր այդ մարդկանց, ովքեր մասնագիտական որակներ են, որպեսզի մենք կարողների, պրոֆեսիոնալների իշխանություն ձևավորենք և Վաղարշապատի բավական արդյունավետ կառավարում տանք։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ճիշտ գնահատեն քաղաքական իրավիճակը, հետևեն ծրագրերին և քվեարկությանը անպայման մասնակցեն։ Սա է մեր կոչմի հորդորը։ Մենք իհարկե մյուս գյուղերում ենք լինելու, օժտներում ենք շարունակելու քարոզարշավը։ Մարդիկ շատ դերականորեն են իբրեպ ասում արձագանքում մեր մաքուր Վաղարշապատ և մաքուր օժտներացին ակցիաներին, որովհետև մենք միասնական ջանքերով հացնենք մաքրում ենք Վաղարշապատի իշխանությունը և դա նաև խորհրդանշական նշանակություն ունի, որ մաքրենք կեղծ բնականոց աղբը, այդ քաղաքական աղբը Վաղարշապատից և հետագայում արդեն ամբողջ Հայաստանից։ Սա է մեր հիմնական մոտեցումը։ Մրգաստանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, մենք այսօրվա իշխանության թիվ 1 ընդդիմախոսն ենք, մենք ուժ ենք, որը դեմ է ադրբեջանահաճո և թրքահաճո այն քաղաքականությանը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը Փաշազադեների ու Ալիևների հրահանգով։ Այնպես որ կոչ ենք անում մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին և ձեր քվեով փոխել այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է և Վաղարշապատը և ընդհանրապես ամբողջ Հայաստանը։ Մրգաստանի հարգելի ժողովուրդ, դուրս եկեք անպայման ընտրության, ամսի 16-ին, դուրս եկեք մասնակցեք, գնացեք ընտրատեղամասեր, ձեր արդար քվեն տվեք, մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք, պարտադիր մասնակցեք, մի թողեք, որ ձեր ձայնը կորչի։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, ողջույն։ Ամաչոս, միացիր, որ փոխենք։ Սերին Վաղարշապատ, սուրին, մեջ միացին, իմ Մայր Հայաստան։ Վաղարշապատ,
շապատ սուրին էջ միացի իմ այ Հայաստան Ելիր քո խոսքը ասա Չարին վատին, սքին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորդին Քեզ պահպանի աստողորդին Սերին վաղաշապատ սուրտին Էջ միացին իմ այր Հայաստան Սերին վաղաշապատ սուրտին Էջ միացին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Ուկաչյան, Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին էջ միացի իմ այր Հայաստան Դրոշակը, դրոշակը Մեկ, երկու, երեք, չորս Շպշվիկով Երկրորդ, բա երկրորդ անգամ, մի հատ էլ Դե համոզենք Մեկ Սերին վաղաշապատ սուրին էջ միացի իմ այր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դում եք դպրության Կապվի կողնան նոր պայքարի ողջայության Էջ միացին իմ այր Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության Եկել է շամը քո խաչի շուխիցան Ո
Մասուդի էջ միրացի իմ այր Հայաստան Սրանք գլուխ են գոհում, թե աշխատանքն է ինչ են արել, այս պահին մեր շրջայցը ավարտում ենք Մրգաստանում, պետք է հետո գնանք Շահումյան, հետո դաշտ թե հակառակ։ Հիմա մենք սիրելի շահումյանցիներ գալիս ենք ձեզ մոտ, ձեզ ենք հանդիպելու, այս պահին ուղիղ եթերը դադարեցնում ենք, կտեղափոխվենք Շահումյան գյուղ և կշարունակենք մեր շփումները։